Մանուելյանը հավելի է հարցի հետ կապված։ Եկեք հարգելի գործընկերներ, չպարզունականացնենք մեր խոսելիքը եւ զրույցը եւ աշխարհ չբաժանենք սև ու սպիտակի, այսպես մեզ պարտադրվող պատերազմ թե խաղաղության այս կեղծ ընտրության հարցում վստահ եմ, որ բոլոր քաղաքական ուժերը իրապես շահագրգռված են կայուն, երկարատև, ամուր խաղաղությանը, բայց գիտեք, ասել խաղաղություն, դա չի նշանակում, որ խաղաղությունը եկել է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ թիմը իսկապես շահագրգռված են բարեդրացական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ եւ ապրել ամուր համակեցության պայմաններում։ Եվ դրա համար խոսքը գնում է ռևիզիոնիզմի ենթարկելու, չէ, նախկին մինչև օրս ձեռբերված պայմանավորությունը։ Ես կարծում եմ, ընդդիմության հաղթանակի պարագայում առաջին բանը, ինչ որ պետք է արվի, դա պետք է ստեղծվի ներքին աուդիտ, ներքին աուդիտ, որը ուսումնասիրի ինչպես ստորագրված փաստաթղթերը, այնպես էլ ձեռքբերված պայմանավորվածությունները։ Եթե այդ աուդիտի արդյունքում բացահայտվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ կողմերի իրավահավասարությունը երաշխավորված է, ապա որևէ խնդիր չկա շարունակել նույն ուղով։ Բայց եթե փաստաթղթերում եւ պայմանավորվածություններում առկա է անհամաչափություն եւ կողմերի պարտականությունների ոչ փոխադարձություն, դա անխուսափելիորեն ինչ որ բանի կարող է բերի լարվածության նորից ծագմանը։ Հետևաբար առաջինը, երկրորդը, միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իրավիճակի փոփոխության կամ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում չստորագրված պայմանագրերը կարող են կատարելագործվել եւ եթե ինչ որ բաց թողումներ հայտնաբերվեն, ապա ես կարծում եմ բոլոր նրանք, ովքեր եւ դա միայն Հայաստան-Ադրբեջան հարցության մասին չէ, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են կայուն իսկական խաղաղության հարավային Կովկասում, կողջունեն, որ կողմերը ներգրավեն այսպիսի բանակցություններ, որոնք կվերացնեն մեկնաբանությունների տարբերությունը եւ կողմերը կմոտիկացնեն կայուն խաղաղությանը։ Քանի որ չկա